Հարգելի գործընկերներ, ինչպես հիշում եք, լիագումարնից դրից մեկի ժամանակ նաև այդ հարցը բարձրացրեցի ներքին գործերի նախարարին ասելով, որ վարորդական իրավունք ստանալու տեսական եւ գործնական քննությունների մասով մեծ հերթեր են գոյանում եւ նաև այդ ժամանակ խոսեցինք, որպեսզի առանց վարորդականով քշելու պատիժները ավելի խստացվեն եւ նաև նախարարը ասեց, բայց շատ կարևոր միտք ասեցի, որ հիմա նույնպես ցանկանում նշել։ Տեսեք, մենք առանց վարորդականի վարելու հիմա բաները բարձրացնում ենք, ճիշտ է, իրավախախտման համար նախատեսված պատիժը խստացնում ենք, բայց պետք է սրան զուգահեռ նաև մեխանիզմ ունենանք, որպեսզի այն մարդիկ, ովքեր վարորդական չունեն, կարողանան հեշտ հերթագրվեն եւ գնան մասնակցեն տեսական եւ գործնական քննություններին։ Հաճախ քաղաքացիները գրանցվում են 3-4 ամիս հետո գալիս իրենց օրը, այսինքն այն անձով, որ զրկվել է եւ 1 տարի զրկված վարել է կամ չի վարել, ու եթե նա իր ապրուստի միջոցը մեքենա վարելով է վաստակում, այսինքն տաքսի վարում կամ առաքված ծառայությունում է աշխատում կամ այլ աշխատանքի կատարում, որը անմիջականորեն կապված է մեքենա վարելու հետ, նա ստիպված է եւս 4 ամիս սպասել մինչեւ իր վարորդական քննության հանձնելու օրը կգա։ Դրանից հետո մի հատ է տեսականի համար, եւ եթե ինչ որ բան իր մոտ լավ չի ստացվում, կտրվում է, եւս 2-3 ամիս պետքա սպասի։ Սա հետ կապված իրականում ես խոսել եմ ներքին գործերի նախարարի հետ եւ մյուս փոխնախարարի հետ, բայց պարոն փոխնախարար կխնդրեմ, որպեսզի ուշադրություն դարձնեք ու հերթերի համակարգը, ես գիտեմ հիմա որ համակարգ է դրվում, դրա մասին լուսաբանվի ու հնարավորինս շուտ անենք, որպեսզի մեր քաղաքացիների համար լինի ավելի հարմարավետ գրանցվելը վարորդական իրավունքի քննությանը մասնակցելը, որպեսզի մեր քաղաքացին կարողանա հեշտ մասնակցի եւ երկրորդը օրինակ 20 բալ պետք է ստանա, այսինքն կարա երկու սխալ անի, տեսական քննության մասին է խոսքը։ 20 հարցից կարա 18 ճիշտ պատասխանի եւ անցնի, եթե 17-ն է ճիշտ պատասխանում, կտրվում է։ Լինում են դեպքեր, երբ քաղաքացի 17 հարցի են պատասխանում ու չեն կարողանում անմիջապես եւս մեկ անգամ փորձել ու շատ մեծ հավանականությամբ, եթե երկրորդ անգամ փորձեն, դրանք կստանան արդեն քննությունը բավարար գնահատական կստանան, որպեսզի մեխանիզմ ներդրվի, քաղաքացին կարողանա եւս 3000 դրամ տերմինալով վճարում կատարի ու եւս մեկ անգամ մտնի տեսական քննության, նաեւ հաշվի առնելով, որ տեսական քննության համակարգիչները շատ են ու ծանրաբեռնվածությունն էլ այդպես գերծանրաբեռնված չի, ինչպես օրինակ գործնական քննության ժամանակ, երբ մեքենաները ավելի քիչ են։ Խնդրեմ սրա վրա ուշադրություն դարձնել, որպեսզի մեր քաղաքացիների համար լինի հարմարավետ ու ձգտեն գնան վարորդական իրավունք ստանալու հերթագրման համակարգը հեշտացվի։ Շնորհակալ եմ։ Պարոն Սարգսյան, չեք մտածել կտրվելուց հետո հաջորդին մասնակցելու համար վարձավճարի փոքր լինելու արկայությունը օգուտ է բերում, թե չէ։ Այդ եմ ասում։ Կարող է պետք է այդտեղ էլ բարձրացնել, որպեսզի լավ պատրաստվեն քննություններին։ Մտածել եք այդ ուղղությամբ։ Դրանց հավեսով կտրվում են, հետո դիմում են։ Այնպես լինի, որ ինքը Չուզի կտրվի եւ գնա պարապի, դրա մասին որն է, եթե ինքը հերո տեղից հայկի կտրվեց, պիտի գնա, էլի գրանցվի, էլի 3 ամի ժամանակ։ Ես պարզապես ասում եմ, որ միջազգային փորձի տեսանկյունից կարա այդ ընթացքում մոռանա մի մասը, էլի ստիպված լինի պարապմունքի գնա, վարձի եւ այլն գումար ծախսի։ Ես իհարկե ելույթ չեմ ունենա, բայց այս մասին շատ հաճախ ենք խոսել։ Ես կուզեի մի հատ ավելի խորը մտածենք այս հարցի շուրջ։ Շնորհակալություն պարոն Սարգսյան։ Պարոն Մանուկյան, կարող եք դուք ելույթի կարիք ունենաք։ Չունեք։ Շատ լավ։ Եզրափակիչ ելույթների համար պարոն Խաչատրյան, խնդրեմ պարոն։ Եթե դուք չտակ, այո, իհարկե։ Պարոն Սարգսյան, շնորհակալություն։ Հիմա դուք եզրափակիչ ելույթ եք ունենում, պարոն Մկրտչյան։ Եզրափակիչ ելույթն է։ Ես օգտվելով ամեն պատասխանում եք։ Հա, օգտվելով առիթից կարևոր է մեզ համար եւս որոշակի առումով մենք հերթագրումների համակարգը փոփոխության ենք ենթարկել եւ բավականաչափ բեռնաթափումներ ունենք, բայց ճիշտ եք այսօր եւս ժամկետների առումով հերթը հասնելու կան որոշակի խնդիրներ գործընկերս ուշեց, որ նաեւ ձեր առաջարկի հիման վրա նախագիծ է մշակված կառավարության որոշման մենք կարող ենք ներկայացնել կամ առանձին արդեն քննարկել աշխատանքի այդ մասով, որ այդ հարցերը, այո, ներառված են նախագծի մեջ։